սկսեմ մի լավ տեսանյութով, բայց դրանց առաջ դες կոչեմ անում անպայման տարածել, ցեղմել լայքի կոճակը ու գրել ինչ եք մտածում այս տեսանյութի մասին։ Ինչի մասին է խոսքը։ Այսօր պատահական ես տեսում եմ ուրեմն հայկական երիտասարդական ֆեդերացիայի կողմից նկարահանված եւ իրականացված միջոցառում, որտեղ պաստորեն հայ ուսանողները Կալիֆոռնիայի Chapman University, Կալիֆոռնիա, այդտեղ կայացած Աթաթուրքին նվիրված միջոցառումը ուղղակի հայերեն ասած հարամ են անում, չեն թողում կայանա։ Ես ուզում եմ տեսանյութը նայեք իրար հետ։ Shame on Atatürk, հայերեն ամոթ Աթաթուրքին։ He has to lead by example. And in leading by Այսպես մտնում եմ։ İşte. Shame on Atatürk! Shame on Atatürk! Shame on Atatürk! Ուրեմն դասախոսությունը, որ 21-րդ դարում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիայում շարունակում են գովաբանել ներկայացնել լավ լույսի ներքո, մարդ, որ կազմակերպել եւ իրականացել է պատմության մեջ առաջին ցեղասպանությունը, որը հայերից տարավ 1.5 միլիոն եւ ավել մարդու կյանք։ Եվ առայսօր, ասում եմ, թուրքական հասարակությունը մեծանում է այդ մարդուն։ Գիտեք ինչու։ Այո, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, այն որ մենք ունենք առայժմ, ու հուսով եմ կունենանք, թույլ է տվել, որ դա լինի։ Ադրբեջանը, երբ որ նույնիսկ Արցախ երաժշտության տակ պարում են մեր գերասահորդները, բողոք է ներկայացնում Օլիմպիական կոմիտե։ 20-րդ դարի ամենամեծ ցեղասպանությունը, առաջին ցեղասպանությունը կազմակերպված եւ իրականացած Աթաթուրքի գովքն է ամբողջ թուրքական աշխարհում եւ այսպիսի միջոցառումներ են կազմակերպում Սփյուռքում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եվ սա մեծ թուրքի երիտասարդների փաստորեն ակցիան, որը նկարված է, քիչ նայենք։ Հանեցին թուրքական դրոշները, վեճ, թքել իրար վրա, հայերենքներ։ Այո, թաշկշոց, նշտոց։ Ամենաճիշտը նստելն է։ Ես անձնական փորձից եմ հիշում, երբ որ ոստիկանների դեմ դժվար է լինում պայքարել, մենք նստում ենք գետնին եւ նստած տեղից փոկել մակնասանները շատ ավելի դժվար է, ճիշտ որոշում։ Նկոստով պաստորեն ինչպես տեսանք ոստիկանները երիտասարդներին թողեցին իրանք մնացածին հանեցին տարածքից։ Շնորհակալություն հայկական երիտասարդական ֆեդերացիային։ Ու այս տեսանյութը որ նայում եք, գիտեք ինչներ ափսոսս գալիս, որ մեր երեխեքը ինչ մենակ են հիմա, միայնակ։ Որ թիկունքում չկա կանգնած ուժեղ պետականություն ու պետություն։ Թիկունքում չկա կանգնած ուժեղ կազմակերպություններ, որ ասենք ունենային համազգային մեդիա, ես հիմա նայում եմ այս տեսանյութը, ես պատահական եմ տեսել։ Հայաստանում ոչ մի մեդիա սան չի անդրադարձել։ Մենք չունենք այն մեդիան, որ կամ փոփի ցույց կտա
հայկական նշանակության իվենտներ, հայկական համազգային նշանակության, հա, դա կլինի Ավստրալիայում իրականացած, Նոր Զելանդիայում, Ամերիկայում, թե չգիտեմ, Սինգապուրում, դա ներկայացնենք, որոնք, ասենք մարդիկ Հայաստան աշխարհը ծանոթանա հայկական իրադարձությունների հենց այդ մեդիայի միջոցով։ Չունենք մենք այդ մեդիա փաստորեն։ Չունենք, ու մենք գիտեք որն է, ես հիմա եմ ես մտածում, մենք նույնիսկ խնդիր չենք դրել։ Խնդիր չենք դրել, որ ստեղծենք ունենանք այդ մեդիան, որը կամփոփի համազգային խնդիրներ եւ իրադարձություններ, մենք կճանաչենք ում ունենք աշխարհի որ տեղերում, ով ինչով է զբաղված։ Անես չի որ Հայաստան հայերը մեդիաներ չունեն, մենակ Լոս Անջելեսում երբ դրանք չգիտեմ, շատ են, առնվազն մի 5-6 ես գիտեմ։ Բայց ինչով է զբաղված, ամեն մի ես սերիալ ու գովազդը վաճառելով։ Անշուշտ բիզնեսը բիզնես, բայց չմոռանանք, որ հրեաները, երբ որ այսօր տիրում են Ամերիկան, ղեկավարում են Ամերիկան, դա անում են մեդիայի միջոցով։ Ինչա մենք հայերով չենք կարողանում դա հասկանանք, լավ Ամերիկան չենք ուզում տիրենք մեր ազգային հարցերը լուծելու համար, չունենք մեկ գետ մեդիա, որ այսինքն մեդիային հետևողները իմանեն, այս մեդիա ամփոփում է հայկական իրադարձությունները, հայկական խնդիրները, ֆիլմերը, պատմական իրադարձությունները, քաղաքական անձանց, մշակութային իրադարձությունները, չի վաճառում գովազդ, մի խոսքով չի ծառայում ինչ-որ կուսակցության կամ ինչ-որ աշխարհագրական կենտրոնի, դժվար է անել։ Ես կարծում եմ չէ, գիտեք ինչն է, որ խնդիր դրված չի եղել, դա կարող է անել հայկական պետականությունը, բայց հայկական պետականությունն էլ փաստորեն հայկական չի եղել, որ դա անի։ Որովհետև նույնիսկ Հայաստանի տարածքում հայամետ ծրագրեր չկա այդ մեդիաներով։ Ու ես այսօր այս երեխեքին նայելով, իրենց պայքարը նայելով, ոգևորվելով, ես հասկացա, որ այս երեխեքին մենք մենակ ենք թողել այս խնդիրների հետ։ Ու իրանք չունեն թիկունքում մեզ, ու իրանք չունեն թիկունքում պետականություն, այն որ Աթաթուրք ունի, որ մեռնելուց հետո էլ 100 տարի անց էլի իր դրոշն են ծածանում այս կոմենկոմ, աշխարհի առաջի ցեղասպանին, իսկ մենք ստիպված ենք այս կարգի ակցիաներն, ստիպված ենք էնել մեր նախաձեռնությունով, մեր համեստ ռեսուրսներով։ Ես իմ պարտքն եմ համարում այս մասին տեղեկացնել, ես իմ պարտքն եմ համարում գտնել, լուսամանել ցանկացած լուսավոր երևույթ, որ կա հայկական իրականության մեջ։ Ես եւս խնդրում եմ, ուղարկեք ինձ, իմ համար դա մեծագույն հաճույք ու պատիվ կլինի, եթե ես կարողանամ ներկայացնել այն ինչ որ կատարվում է հայկական գաղութներում, որպեսզի գոնե այս ալիքին հետևողները, գոնե 100,000 պլյուս մարդիկ տեղեկանան, միջև են 1-2 միլիոնը կհավաքվել մեր ալիքի շուրջ։ Ինչի 2-3 միլիոն, 10, 20, 30, ինչ եմ ասում։ Ուզում ես տեսանյութներ նայեք։ Խնդրեմ նայեք։ Սա Գերմանիայում ապրող թուրք է, որը հպարտորեն իր անալիզ, DNK-ի անալիզն արել եւ մա ցույց է տալիս արդյունքները։ Նայենք։ Nach 4 Wochen. Ich werde nicht lang herumreden. Ich habe mir das Video sofort heruntergeladen. Ich leg gleich los. Bin so gespannt. Ich sage, ich bin zu 97-98% türkisch und Գերմանիան խոսում ես թարգմանեմ հայերեն, ոչ թե գերմաներենից, տակա անգլերեն անգլերեն։ Վերջը ինքը վստահ է, որ 98% առնվազն ինքը թուրք է։ Եվ ինքը հպարտորեն դրել է հիմա, որ դա ներկայացնի աշխարհին։ der Rest keine Ahnung. Ich los. Տեսեք իմ կատարվելու։ Նայեք։ Դեկլարացիոնը։ Սմա ինչ։ Was? Ինչ։ Դե։ Hä? Nein. Չէ, ոչ։ Nein. Ոչ։ Պարզվել է հայանս։ Յակսեն նայեք։ Nein. Չէ ասում եմ, ոնց։
Ich blende euch das Video unten ein. Seht selbst. Ասում եմ, այս վիդեոն որ տակը ցույց է տալի, ես չեմ կարող հավատամ տեսածը։ Ich kann's nicht glauben. 87. 87% հայը։ 98%-անոց ինքնին են թուրք համալող թուրքուհին, որ ապրում է Գերմանիայում, 87% հայ։ Պատկերացեք, սա նշանակում է համարյա մաքուր հայը։ Որովհետև մեր իրականության մեջ դժվար է գտնվի 87% հայ։ 50+, 60+, 70+%-անոց շատ կարող լինի, բայց 87% հայ է։ Համարյա 88%-անոց հայ է այս աղջիկը։ 8,8% Armenierin. Hä? Չի հավատում։ Italienerin. Griechen, okay. Albaner. Hä? Չի հասկանում, չի հավատում։ Perserin, Kurdin. Okay, Kurdin verstehe ich. Ասում է եթե լինեի մարսիկ, քուրդ, հələ կհասկանայի ինչ որտեղ էլի, բայց հայ, այո։ Այո, եւ այս վիդեոյի տակ է գտեցի, ջանիկ, քո տարապանքները նոր է սկսվում։ Քո անակնկալները կյանքում նոր է սկսվում։ Նենց որ ռեսուրսները մի ծախսի, պատրաստի ավելի մեծ անակնկալների։